Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, եթերում պրեսինգն է այսօրվա իմ զրուցակիցը թուրքագետ Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանն է։ Բարի երեկո, պարոն Մելքոնյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Մելքոնյան, տևական ժամանակ է Թուրքիայում ինտենսիվ բողոքի ակցիաներ են զանգվածային տեղի ունենում, հատկապես այն բանից հետո, երբ որ Թուրքիայի քաղաքապետին 54-ամյա Էքրեմ İmamoğlu'n ձերբակալեցին, ընդ որում բավական լուրջ գործեր են հարուցված նրա մերձավորների նկատմամբ նաև, բայց հետաքրքիրն այն է, որ այս խոսակցությունները, որ Թուրքիայում հնարավոր զարգացումներ են սպասվում, նոր չի սկսվել։ Հիմա գուցե սրվեցին քաղաքապետի ձերբակալմամբ, բայց վաղուց արդեն խոսում էին, սկսած այն բանից, որ Էրդողանը չի բացառվում արտահերթ ընտրություններ անի եւ ինքը նաեւ առաջադրվի, չէ, այս ընտրություններում, այսինքն ինչ որ հիմքեր կային։ Դա է թերևս պատճառը նաեւ այն, որոշ վերլուծաբաններ կարծում են, որ գուցե թե նաեւ Էրդողանի մատ, այսպես ասած, խառը լինի այս ամեն ինչում, այս process-ներում, որպեսզի կարողանա հասնել արտահերթ նախագահական ընտրությունների։ Հասկանանք ինչ է կատարվում, երբ է սկսվել իրականում այս պատմությունը։ Որպեսզի խնդիրը ավելի հասկանալի լինի, պետք է երկու հանգամանք ֆիքսենք, որ Թուրքիայում քաղաքապետերի ընդհանրապես թիմ ընտրությունները քաղաքականացված ընտրություններ են եւ դա ուղղակի ինչ որ թաղապետի, քաղաքապետի ընտրություն չի եւ ունի շատ ավելի մեծ նշանակություն եւ Էրդողանի քաղաքական կարիերան հենց սկսել է այդ ճանապարհով, այսինքն 90-ականներին իր կուսակցությունը, այն ժամանակ Բարոյություն կուսակցությունը ավելի ֆիքսվեց տեղական թիմ ընտրությունների վրա եւ այդ ճանապարհով կարողացավ մտնել ավելի մեծ քաղաքականություն եւ կա այսպիսի միֆ, որ ով կարող է դառնալ Ստամբուլի քաղաքապետ, նա կարող է դառնալ երկրի նախագահ եւ Էրդողանը դրա ամենակարևոր ապացույցն է, որ լինելով Ստամբուլի քաղաքապետ 94-98 թվականներին հենց այդ ձեռք բերած բագաժով նա հետո մտավ մեծ քաղաքականություն եւ 2003-ին դարձավ վարչապետ։ Եվ հիմա այսպիսի մի վիճակ է ստեղծվել, որ իր հարազատ Ստամբուլում, որտեղից սկսվել է նրա քաղաքական, կարելի ասել, վերելքը, նա պարտվում է ընդդիմության թեկնածուին, այսինքն Էրդողանի կուսակցության առաջադրած թեկնածուները արդեն երկրորդ անգամ պարտվում են գլխավոր ընդդիմադիր ուժին, հանրապետական ժողովրդական կուսակցությանը, որը Թուրքիայում էրդողանիզմի, այսպես ասած, հակադիր թևն է, քեմալիզմի ներկայացնող կուսակցությունը, հիմնադիր կուսակցությունն է այդ երկրի, Աթաթուրքի կուսակցությունն է, աշխարհիկության պահապան կուսակցություն եւ այլն, եւ փաստորեն հաղթում է երկու անգամ մի անձնավորություն Էքրեմ İmamoğlu'n, որը կարծես կրկնում է Էրդողանի հաջողությունները, բայց ոչ թե իսլամամետ, այսպես քաղաքական գործչի կերպարով, այլ աշխարհիկ ավելի, եւ նա լավ հռետոր է, ամբողջները կառավարելու հմուտ փորձ ունի, դրան գումարած շատ ակտիվ է սոցցանցերում, ունի միլիոնավոր հետևորդներ եւ այլն, եւ ունի բոլոր, այսպես նախադրյալները առաջադրվելու, այսինքն գնալու ավելի մեծ քաղաքականություն եւ այդ մասին խոսվում էր նաեւ 2023 թվականին, որ առաջարկում էին տարբեր քաղաքական ուժեր, որ հենց նա լինի ընդդիմության միասնական թեկնածու։ Դա համարվում էր հիմնական ընդդիմախոսը։ Այո, բայց քանի որ նա չդարձավ այսպես ընդդիմության միասնական թեկնածուն, ընդդիմության այդ պարտությունը նախագահական ընտրություններում նաև պայմանավորում են այդ հանգամանքով։ Եվ նա կարծես շատ հետաքրքիր քայլ էր արել, որ այս իր բագաժը ավելի ամրապնդելով փորձելու էր մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին, այսինքն 23 թվականից հետո դա կլինի 27-ին թե 28-ին, եւ արդեն հիմա հենց այսօր, այսպես կարելի ասել, մի ներքին քվեարկություն էր արվել, որով նա հռչակվում է ընդդիմության նախագահի թեկնածու, այսինքն առաջիկա ընտրություններում դա կլինի արտահերթ հերթական, նա արդեն ներկայանում է որպես դե յուրե ընդդիմության թեկնածուն, մանավանդ որ անցկացվում էր այսպես ասած քվեարկություն հասարակության մեջ եւ նա արդեն ես այսօր տվյալները նայել եմ մոտավորապես 15 միլիոն քվեր ստացել այն հարցին, թե կուզենաք, որ Էքրեմ İmamoğlu'n լինի նախագահի թեկնածուն, այսինքն նա փաստորեն մտնում է քարոզարշավի, մտնելու էր քարոզարշավի մեջ 15 միլիոն արդեն
վստահության քվե ունենալով։ Եվ ներողություն մի բան էլ պատահական չէր եւ չեմ կարծում այդքան միֆ է, որ ասում էին ով որ կվերցնի կգրավի, այսպես ասած Ստամբուլը, նա էլ կլինի հաջորդ ղեկավարը Թուրքիայի, որովհետեւ Ստամբուլում կենտրոնացած է ամբողջ քաղաքական տնտեսական էլիտան եւ բնակչության ամենաակտիվ հատվածը։ Դրանով է նաեւ պայմանավորված։ Քաղաքական մշակութային մայրաքաղաքն է եւ այո, կա այդ միֆը, ինչպես ասացի, եւ Էրդողանը փաստորեն շատ լավ գիտի, որտեղ ինքն է հենց այդ միֆի կերտողը, որով որ կդառնա Ստամբուլի քաղաքապետ, ինքն է եղել Ստամբուլի քաղաքապետ, ինքն է դարձել երկրի ղեկավար։ Հիմա տեսեք, այս կոնտեքստում կան բազմաթիվ այլ նրբերանգներ, որ եթե փորձեմ արագ ներկայացնել, Էքրեմ Իմամօղլուն, ինչպես ասացի, ունի շատ կարևոր հատկանիշներ՝ հռետորի, փողոցային այսպես զանգվածները կառավարողի եւ այլն, որը դարձնում է նրան մրցունակ անգամ Էրդողանի հետ համեմատության մեջ եւ ինչու է այս ամենը ինչու է տեղի ունենում մի քանի վարկած կա ես հետեւյալ կարծիքն ունեմ որ վաղուց այո խոսվում էր քաղաքապետարանում տեղի ունեցող ապօրինություններ եւ այլն կաշառք կոռուպցիա եւ դա միայն Ստամբուլի քաղաքապետարանը չէ ընդհանրապես թուրքական իշխանությունները այս Հայաստանի իշխանությունների հետ եւս մի զուգահեռ ունեն, որ տարբեր տեղերի քաղաքապետերին քրեական գործեր են հարուցում, հանում են, դրանց փոխարեն դնում են ԺՊ-ներ, ինչպես եղավ Հայաստանում, չէ, տարբեր Վանաձորում, այլ տեղերում եւ այլն։ Հիմա այսպիսի քայլեր արդեն Էրդողանը արել էր եւ ին վարկածը հետեւյալն է։ Էրդողանը կարծես հաշվարկում է, թե Էքրեմ Իմամօղլուի հետ իր հիմնական ճակատամարտը ճիշտ կլինի տալ հիմա, երբ նա քաղաքապետ է եւ կարելի է տարբեր հոդվածներ հարուցել եւ տեսեք, նա այս process-ը սկսեց մարտի 23-ից առաջ, իսկ մարտի 23 այն օրն էր, երբ Իմամօղլուն օֆիցիալ պիտի հռչակվեր նախագահի թեկնածու, այսինքն դրանից ընդամենը 2-3 օր առաջ կալանավոր այս process-ը սկսվեց։ Հաշվարկը հետևելն է, հեշտ կլինի հաղթել հիմա, թե ընտրություններում նախագահական, հաջորդ արտահերթ հերթական եւ այսպիսի մի հանգամանք Էրդողանը նաեւ սրանով հանդես է գալիս որպես խնամակալ քաղաքական գործիչ, այսինքն եթե անգամ ինքը չի լինելու հաջորդ նախագահի թեկնածուն, նա մաքրում է ճանապարհը իր հետնորդի համար, որը կարող է լինել այս պահի արտգործնախարարը Հական Ֆիդանը, որը այդ հարթությունում ռետորաբանության, փողոցային եւ այլն այս պայքարի եւ այլն հաստատ զիջում է Իմամօղլուին։ Նա որպես գորշ կարդինալ շատ ուժեղ է հատուկ ծառայություններ ղեկավարել եւ այլն, բայց զանգվածների հետ աշխատելու առումով Իմամօղլուին զիջում է։ Եվ իմ կարծիքը հետեւյալն է, որ Էրդողանը հաշվարկել է, որ նախագահական ընտրություններում, եթե ինքը լինի թեկնածու կամ Հական Ֆիդանը, շատ ավելի դժվար է լինելու հաղթել Իմամօղլուին եւ որպեսզի սա իշխանության պայքարը, ուրեմն պահելու պայքար է եւ ինքը լինելով այսպես քաղաքական գիշատիչին հատուկ հատկանիշներ ունեցող մարդ հաշվարկել է, որ հիմա է ճիշտ հարված հասցնելու ժամանակը։ Այսինքն ձերբակալությունը հնարք է։ Իդեպ այսպիսի տեսակետեր արտահայտեն նաև ակադեմիկոս թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանը, նա նշել էր, որ քաղաքապետի ձերբակալությունը Թուրքիայի նախագահի նախընտրական հնարքն է։ Այո, այսինքն կարելի ասել, որ սրանով ազդարարվում է նախագահական ընտրությունները եւ այդքան էլ կարևոր չի դա այդ ընտրություններում Էրդողանը հերթական անգամ առաջադրվելու է, թե ոչ, նա այսինքն չի թողնում իր ուժին բախտի քմահաճույքի եւ եթե նրան առողջությունը ների ինքը կառաջադրվի, փոխելով ինչ որ օրենքներ եւ այլ, եթե չների իր հաջորդին, իր հետնորդին, նա փորձում է այսպես մաքրել քաղաքական դաշտը եւ նոր փոխանցել։ Դրա համար սրեց իրավիճակը, որովհետեւ շատ լավ իմանալով, հաշվարկելով, որ այդ ձերբակալությունից հետո ամբողջը դուրս գա։ Այո, բայց դա էլ է հաշվարկված, տեսեք այն կադրերը, որ մենք տեսնում ենք Թուրքիայում միտինգներ եւ այլն, այստեղ օրինաչափություն կա, նախ 85 միլիոնանոց երկիր է եւ բնական է, որ բողոքող զանգվածները կարող են բավական շատ լինել։ Այսինքն մեր աչքով երբ որ նայում ենք 3 միլիոնանոց երկրի, կարող է թվալ, որ դա անկառավարելի մասն է։ Երկրորդ, Թուրքիայում այդ միտինգների տրադիցիան գալիս է դեռ 1960-ականներից եւ երրորդ, միշտ ուսանողությունը շատ ակտիվ է լինում։ Հիմա էլ է այդպես, ուսանողությունը շատ ակտիվ դուրս է եկել փողոց ընդդեմ Էրդողան եւ այստեղ մի հանգամանք էլ կա, որ Էքրեմ Իմամօղլուին
զրկել են դիպլոմից, հայտարարելով նրան դիպլոմը կեղծ եւ համալսարանն է դա նաեւ հայտարարել, Ստամբուլի համալսարանն եւ ուսանողությունը նաեւ դրա համար է դուրս եկել, այսինքն դիպլոմը հայտարարելով կեղծ անվավեր նրան զրկում են նախագահի տեխնացու առաջադրվելուց, որտեղ ի տարբերություն մեր համանդրության, այնտեղ երկրի ղեկավարը պետք է ունենա կրթական ցենզ, բուհ ավարտած լինի ի տարբերություն մեզ մոտ։ Դրա համար երևում է, որ այս ամեն ինչը սա նախապատրաստական քայլեր են նախագահական ընտրությունների։ Հարուցված են մի քանի գործեր, մի քանի հարցեր են այնպես շահկապված իրար, քաղաքապետարանում կոռուպցիա, պաշտոնական դիրքի չարաշահում, ահաբեկչական կառույցի ինչ-որ օժանդակում եւ այլն, եւ կարծում եմ իմ կարծիքով հիմնականը կոռուպցիան է, պաշտոնական դիրքի չարաշահումը։ Նկատի ունեք նաեւ քրդական բանվորական կուսակցության հետ համագործակցությունը, որում մեղադրվում է Իմամօղլուն, բայց դա շատ հիմնավոր է, որը արգելված կուսակցություն է։ Այո, որի հետ հիմա սեպարատ արդեն այլ process-ներ են գնում, գիտեք, Օջալան այդ կուսակցության հիմնադիրը հայտարարեց, որ պետք է զենքերը վայր դնել, դա նույնպես Էրդողանի պայմանավորվածության արդյունքում է, եւ կարծում եմ, որ այդ մեղադրանքը Իմամօղլուին շատ այսպես հիմնավորված չէ։ Հիմնավորված է կոռուպցիան եւ հովանավորչությունը, պաշտոնական դիրքի չարաշահումը, եւ կարծես այստեղ նայեք, մի կարեւոր հանգամանք էլ կա, որ ցուցմունքները Իմամօղլուի դեմ տալիս են նաեւ կամ տվել են իր թիմակիցները նույնպես, ինչի մասին Էրդողանը հայտարարում է, եւ այստեղ կա նաեւ ներընդդիմադիր պայքար, այսինքն ներընդդիմադիր խանդ, որ Իմամօղլուին որպես ընդդիմության միասնական տեխնացու այս տանող ճանապարհը ցանկալի չի նաեւ ընդդիմադիր մի շարք լիդերների համար, որոնք իրենք են հավակնում դրան։ Եվ Էրդողանը այստեղ շատ հմուտ դա խաղարկում է եւ Իմամօղլուին հարվածում են ոչ միայն իշխանական ուժերը, այլ փաստորեն ընդդիմությունը իր ներսից եւս եւ Էրդողանը այս տիպի պայքարի հմուտ վարպետ է եւ մի դրվագ էլ ուզում եմ առանձնացնել, որ այս տիպի կրիզիսային իրավիճակներ Էրդողանի քաղաքական պատմության մեջ կան քանիցս։ Նա 2013-ին 2.5 միլիոն մարդ էր դուրս եկել փողոցներ եւ նա կարողացավ դա ճնշել զոհերով եւ այլն եւ ուժային մեթոդներով։ Հեղաշրջման փորձ է իր դեմ եղել, որը նա հաղթել է 2016-ին։ Եվ ինքը որում զինվորականությունն էր ընդգրկված ընդ որում։ Այո, եւ ինքը այսպիսի կրիզիսային իրավիճակներում իրեն շատ հմուտ է զգում, իրեն կարծես իր տարերքի մեջ է լինում եւ հիմա էլ ես երբ որ հետեւում եմ նրա պահվածքին, այսպես գիշատիչի հանգստությամբ սպասում է զոհին, թե երբ է ցածկելու պահը գալու եւ իր խոսքից էլ երևում է, որ տարբեր այլ այսպես սկանդալային նյութեր կամ հայտարարություններ կան, որոնք դեռ հրապարակվելու են նույն կոռուպցիայի հետ կապված եւ այլն եւ դրա համար չեմ կարծում, որ սա ոչ հաշվարկված քայլ էր Էրդողանի կողմից եւ նաեւ կարեւոր է նշել, որ ուժայինները ամբողջությամբ գտնվում են եւ բանակը իր վերահսկողության ներքո, այսինքն իշխանական բուրգի ճաքեր, փլուզումներ եւ այլն շատ քիչ հավանական են։ Իսկ առանց դրա հնարավոր չէ։ Այսինքն միշտ իրենց մասնակցությամբ է եղել որևէ փոփոխություն։ Իհարկե, եւ փողոց դուրս եկած այս չափով մարդկանց կարծում եմ դեռևս իշխանությունը կարողանա կառավարել, որովհետեւ երբեմն տեսնում եմ լուրեր, որ Էրդողանը այլևս չի տիրապետում իրավիճակին, փախել է երկրից եւ այլն, ոչ, սա իր տարերքն է եւ կարծես ինքը երբեմն իր համար ստեղծում է այսպիսի կրիզիսային իրավիճակներ, որ կարողանա իրեն դրսևորել կամ հայտնվել իր համար կոմֆորտ վիճակում։ Պարոն Օքոնյան, իսկ արտաքին գործոնը փորձենք դրա մասին խոսել, ինչ ուժեր կան, որ ներգրաված են հաշվի առնելով Մերձավոր Արևելքում Թուրքիայի առաջխաղացումները, նկարտումները եւ ոչ միայն Մերձավոր Արևելքում, բայց մասնավորապես Սիրիայում, այսպես ասենք, հա, եւ չի բացառվում, որ կլինեն կենտրոններ աշխարհաքաղաքական, որոնք փորձում են այդպիսով նաեւ իր տեղը ցույց տալ ինչ-որ իմաստով Էրդողանին, զսպել նրա, հա, նկարտումները։ Այո։ Փորձենք սրա մասին խոսել։ Նաեւ որպեսզի մեզ համար էլ մեր հանրության եւ Հայաստանի համար էլ այս ամբողջ կարեւոր, որովհետեւ ի վերջո այս սա process է Թուրքիայի ապագա իշխանության համար, որից նաեւ կարող է կախված լինել Հայաստանի հետ հարաբերությունները եւ այլն, եւ Իմամօղլուն ի համեմատություն Էրդողանի շատ ավելի մեղմ գործիչ է, շատ ավելի
տոլերանտության այսպես նշույլներ կան, մանավանդ որ Ստամբուլի քաղաքապետ լինելով նա Ստամբուլում ապրող հայերի հետ որոշակի շփումներ ունի, կարծեմ զատիկի արարողություններին է մասնակցում եւ այլն եւ այլն։ Եվ բնականաբար Էրդողանի այսպես իսլամամետ կերպարից բավական տարբերվող կերպար է։ Դրա համար է, այսինքն այս մեր հետաքրքրությունը բնական եւ օրինաչափ։ Հիմա գալով ձեր հարցին արտաքին, տեսեք, այո, Թուրքիայում այսպիսի process-ները միշտ արտաքին որոշակի այսպես հետաքրքրություններ ունենում, բայց հիմա որ նայենք, կարծես այստեղ էլ եմ տեսնում հաշվարկված Էրդողանի հաշվարկված քայլերի նշույլներ։ Արտաքին խաղացողներից արձագանքել է Ֆրանսիան ու Գերմանիան, քննադատելով կամ թեթև կամ կոշտ, որ սա դեմոկրատիա եւ այլնի ինչ որ հետընթաց է, որը զերո արձագանք է ստացել եւ զերո ազդեցություն է ունեցել։ Նույնիսկ իշխանությունը իհարկե վիրավորական արտահայտել է, պատասխանել է, բայց դա ներքաղաքական որևէ ցնցման կամ ինչ որ ազդակ չի եղել, տրիգեր, այսպես ասած մոդայիկ տերմինով չի վերածվել տրիգերի եւ երկու կարևոր խաղացողներ։ Միացյալ Նահանգները ասել են, որ մենք չենք մեկնաբանում, այսինքն չենք միջամտում, Ռուսաստանը ավելի բացահայտ ասել է, որ Թուրքիայի ներքին գործերին մենք երբեք չենք միջամտել, հիմա էլ չենք միջամտել։ Իսկ երկու կարևոր մերձավոր արևելքի խաղացողներ ԱՄՆ եւ Ռուսաստանը ընդգծված пассив դիրքորոշում ունեն այս ամենի նկատմամբ։ Այսինքն սա եւս մեկ ապացույց է, որ սա վերածել ավելի մեծ աշխարհակահաղական խաղի եւ Էրդողանի հավանական իշխանափոխության տանել, գոնե այս պահին դրա նախադրյալները որ այդ բոլոր կենտրոնների կողմից շատ ընդունելի է Հական Ֆիդանը։ Այո, գիտեք, որպես ապագա առաջնորդ Թուրքիայի, չէ՞, այդպես չի։ Ես այդպես կարծում, նայեք, նախ նրա քաղաքական կենսագրությունը ամեն դեպքում հատուկ ծառայությունների երկարամյա ղեկավար, հիմա արտգործնախարար, եւ ենթադրում եմ, որ հիմա նա այսպես քաղաքական ստուգատեսի, այսինքն պրասմոտրների, ինչպես ասում են, տարբեր մեծ երկրների ղեկավարների հետ կարծես ներկայացնում են նրան որպես հավանական Էրդողանին փոխարինող։ Բոլոր բաները, հիմնական բանակցությունները անձամբ Հական Ֆիդանն է վարում, ներգրաված է Հական Ֆիդանի մասին ժամանակին, երբ որ ներկայացնում էր որպես արտգործնախարար Էրդողանը, հիշում ենք ինչ բառերով էր արտահայտվում նրա մասին դրական, եւ նաեւ ասում էր սև արկղերը գտնվում են Հական Ֆիդանի ձեռքին, թե ինչ սև արկղեր են, գուցե նկատի ունի նաեւ այն ճանապարհը, պրոֆեսիոնալ ճանապարհը, որը անցել է, որտեղ որ աշխատել է Հական Ֆիդանը ինչ ծառայություններում։ Այս ընթացքում իդեպ ես անընդհատ հետևում եի, թե Հական Ֆիդանը ինչ պետք է ասի, ինձ շատ հետաքրքիր էր Ֆիդանի պահվածքը ինչպիսին պիտի լինի, Ֆիդանը ինչպես կարտահայտվի այս գործընթացների մասին։ Ինքը առանձնապես չի խառնում, այսինքն նկատելի է, որ Էրդողանը իր ապագա տեխնացուին խնայում է, այսինքն դու մի խառնվի, էս, հա։ Սա նույնպես թուրքական ոճ է, որ նախ դու մի խառնվի, ես ինքս կմաքրեմ ճանապարհը եւ կտամ քեզ ու դու էլի ինձ շնորհակալ պետք է լինես, որ ես եմ այն միակը, որ կարող է այս ամեն ինչ անել։ Երկրորդ Հական Ֆիդանը կուլիսային խաղացող է եւ հանրային, նույնիսկ երբ որ նա նշանակվեց արտգործնախարար, առաջին հարցը, որը տարբեր հասարակական շերտերին մտահոգում էր եւ դա այսպես քննարկվում էր, թե ինչպիսին է նրա ձայնը, այսինքն ժողովուրդը նրա ձայնը անգամ չէր լսել, չգիտեր թե նա ինչպես է խոսում։ Եվ մտնել պայքարի մեջ Իմամ Օղլուի հետ, ով կարող է 100,000-անոց միտինգներ ղեկավարել, բնականաբար Հական Ֆիդանի համար ձեռնտու չէ։ Նա կուլիսային խաղացող է եւ ունի այսպես հաջողության պատմությունների մի շարք, մասնավորապես նրան են վերագրում սիրիական այս խաղը, որ նրա սցենարով է տեղի ունեցել Սիրիայի փաստորեն զավթումը Թուրքիայի կողմից, նույնպես նրան մեծ մասնակցությունը կա Արցախյան հարցում, 44 օրյա պատերազմին նա նույնպես համարվում է ճարտարապետներից մեկը եւ ամենևին պատահական չէ, որ նաեւ նրան պարգևատրեց Իլհամ Ալիևը այդ իր ծառայությունների համար եւ քրդական հարցի հետ կապված Հական Ֆիդանը ունի շատ կարեւոր ներդրում, նաեւ բանակցել քուրդ այդ շարժման ղեկավարների, այդ թվում Օջալանի հետ եւ այլն, հիմնական այսինքն բանակցությունները վարել է Հական Ֆիդանը, նաեւ կուլիսային բանակցություններ։ Հետևաբար, այսինքն մտավախություն չկա, որ
քրդերը, որոնք բավական մեծ թիվ են կազմում, կարող են ամբողջ ծավալով ներգրավել այս process-ին։ Անգամ կա վարկած, որ նա էլ ծագումով քուրդ է, քրդական ծագում ունի, Հական Ֆիդանը, այսինքն Թուրքիա, եթե նա է լինելու Թուրքիայի հաջորդ ղեկավարը, նա Էրդողանից տարբերվող ոճի ղեկավար է, համ այսպես հատուկ ծառայությունների ինչ որ բան ունի, կրթվածություն, համ կոպտություն եւ նաեւ այդ կուլիսային բանակցությունների մեծ հմտություն։ Այսինքն թուրքիական հասարակությունը նաեւ պետք է կամաց-կամաց պատրաստվի, որ Էրդողանի ոճը, որը փողոցային եւ այսպես նաեւ ավելի ժողովրդական, ավելի պարզ եւ այլն, փոխվելու է ուրիշ լիդերի ոճի, մոտավորապես այն լիդերը, որ օրինակ Ռուսաստանի նախագահ, որը նույնպես հատուկ ծառայությունների այդ դպրոցով, չէ, անցել, մոտավորապես կարող է դառնալ այն ղեկավարը, ով քաղաքականություն է մտնում հատուկ ծառայությունների դաշտից։ Ամբողջ ինֆորմացիոն աշխարհով։ Հետևաբար այդ ձեր ասած սև արկղեր եւ այլն, նա Թուրքիայի ամենաինֆորմացված մարդկանցից 4-5-ից մեկն է եւ ենթադրում եմ Էրդողանից հետո երկրորդն է։ Այնպես որ այսպիսի հարցերի մեջ քաղաքապետի եւ այսպես Իմամօղլուի հետ ինչ որ վեճի հռետորական, կարծում եմ նրա ուժեղ կողմերից մեկը չէ, դրա համար չի մտել եւ մի հանգամանք էլ տիկին Սերյանյան, նայեք, Էրդողան այս ամբողջը միանշանակ չէ, որտեղ Թուրքիայում կա հետեւյալ եւս երկու, մեկը միֆ է, մեկը ընկալում։ Առաջինը, որ Էրդողանը նույնպես քաղաքապետ եղած ժամանակ 98 թվականին ձերբակալվել է եւ մի քանի ամիս անցկացրել է բանտում։ Բանտում ինքը իրեն հռչակել էր թուրքական Նելսոն Մանդելա եւ կադրեր կան, թե ինչպես են հազարավոր մարդիկ նրան ուղեկցում դեպի բանտ եւ նա ոչ մի այսպես զղջման քայլ չի անում։ Բանտում մի քանի ամիս անցկացնելուց դուրս է գալիս արդեն լիովին քաղաքական թիվ 1 այսպես հավակնորդ որպես ու շուտով ստեղծում է կուսակցություն եւ հաղթում է ընտրությունները։ Հիմա կա այս բանը, որ Էքրեմ Իմամօղլուն հիմա ձերբակալվում է, բանտարկվում է, կարծես էլի Էրդողանի պատմությունը շարունակվում է։ Լիդերի կերտման ճանապարհը։ Էլի քաղաքապետ Ստամբուլի, էլի ձերբակալվում է, էլի չի ընդունում մեղքերը, բանտարկվում է եւ երբ որ դուրս գա կդառնա այսպես ավելի ուժեղ եւ զարմանում են թե ինչու է Էրդողանը ուժեղացնում Էքրեմ Իմամօղլուն, բայց այս պարագան մի քիչ ուրիշ է, որտեվ տեսեք Էրդողանի մեղադրանքը կրոնի հետ էր կապված, նրան մեղադրում էին կրոնական ատելություն տարածելու մեջ։ Էքրեմ Իմամօղլուն մեղադրում են կաշառակերության մեջ եւ ուրիշ բան է, որ դու իսլամին հավատարիմ ես մնում եւ չես ընկրկում այդ մեղադրանքները չես ընդունում, ուրիշ բան է, որ ցույց են տալիս քո տունը, որ գեր շքեղ պալատ եւ հասարակության ասում են տեսեք միլիարդատեր Էքրեմ Իմամօղլուն, ոնց կարող է ձեր շահերը պաշտպանել, հասկանալ ձեզ եւ այլն, դրան գումարած դիպլոմից են զրկում եւ այլն, այսինքն ճանապարհը թվում է թե նույնն է, որ երկուսն էլ բանտարկվում են, բայց Էքրեմ Իմամօղլուին այսպես այդ ուժից զրկելու հնարավորությունը այս քրեական գործերի շրջանակներում բավական շատ է եւ երկրորդ ընկալումը թուրքական հասարակության մեջ կա, այսպես ասած, խեղճին պաշտպանելու կամ տանջվածին, տուժածին պաշտպանելու հանգամանք։ Հիմա երբ որ Էքրեմ Իմամօղլուն բանտարկվում է, ինչ որ հալածվում է եւ այլն, թուրքական հասարակության մեջ կարող է նրա հանդեպ իրոք համակրանք ձևավորվել, ավելի շատանալ համակրանքը եւ այս պարագան նույնպես շատ այսպես ռիսկային քայլ է, այսինքն Էրդողանը ուժեղացնում է հավանական թեկնածուին հասարակությանը, համախմբում է նրա շուրջ, որ դարձնի վտանգավոր թեկնածու, թե համախմբում է հասարակությանը եւ հասցնելու է հիասթափության հարված, որ սիրելի հասարակություն համախմբվել է կաշառակերի շուրջը, այս բացահայտումներով եւ թույլատնի եւս մեկ անգամ թույլատնի այդ հավանական հակառակորդն։ Այսինքն սա շատ ռիսկային վաբանկ գնացող քաղաքական խաղ է, որտեղ էլի ուզեմ կրկնեմ Էրդողանը հմուտ է եւ կարողանում է տիրապետել այս իրավիճակին։ Ունի քաղաքական բնազդ է ամեն ինչ։ Հակառակ կողմից գանք, եթե օրինակ իսկապես զանգվածները ավելանում են, նույնիսկ
քրդական հատվածն է միանում է պայքարին, չեն դադարում եւ այլն, այսինքն ոչ թե մարում է, կարողանում է հասցնել նրան, որ կառավարելով մարել, այլ մեծ թափ է ստանում։ Ենթադրենք, հա, եւ Իմամ Օղլուի շուրջ ավելի մեծ զանգված է հավաքում, պահանջներ է ներկայացնում։ Էրդողանը դրանից ինչ է կորցնում։ Չի ստացվում, որ ըստ էության երկու սցենարի դեպքում էլ երկուսն էլ ձեռնտու են Էրդողանի համար, լինի Իմամ Օղլի, թե Հական Ֆիդան։ Չէ, տեսեք, այն ինչ որ այս ամբողջը կարող է հանգեցնել փողոցային շարժումների աճ եւ այլն համախմբվածություն, Էրդողանի հաշվարկով իմ կարծիքով չի մոտենում այն կրիտիկականին, որից հետո կարող է լինել անդառնալի քայլ։ Այո, հեղաշրջում օրինակ։ Նա նույնպես մեծ աջակցություն ունի, նա նույնպես կարող է փողոցները հեղեղել իր աջակիցներով եւ այլն, գումարած ուժային կառույցները, ոստիկանությունը եւ այլն։ Այնպես որ կարծում եմ սա հաշվարկի տրամաբանությունը հետեւանն է։ Իմամ Օղլուն գնալով հզորանում է եւ եթե թողենք մինչեւ արտահերթ ընտրություններ կամ հերթական ընտրություններ, մեզ համար նա լինելու է ել ավելի դժվար հաղթահարելի ու միգուցե անհաղթահարելի տեխնացու։ Դրա համար ճակատամարտը պետք է տալ հիմա, քանի մենք մի քիչ ավելի առավելություն ունենք։ Սա պարզ տրամաբանություն է քաղաքական եւ գնում է Էրդողանը այս ճանապարհով։ Այսինքն նույնիսկ турք չի տա ձեր կարծիքով ազատ արձակի ընդհակառակ ձերբակալված կպահի։ Ես կարծում եմ, որ նախ process-ը մա ցույց կտա, թե այդ մեղադրանքներից որոնք են դուրս գալիս, որոնք են մնում, մեղադրանքներից որոնք են ավելի հիմնավորվում փաստերով, ինչպիսի փաստեր են ներկայացվելու, որտեղ շատ տասնյակ մարդիկ են ձերբակալված, արդեն ցուցմունքներ կան, նաև իրար դեմ երևի տարբեր փաստեր են դրվում եւ այլն։ Իհարկե մեղադրում են, որ այս ամեն ինչը այսպես շինծու է եւ այլն, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ իշխանական թևը երկար աշխատել է փաստագրական բազան ապահովելու համար, ցույց տալու, որ Իմամ Օղլուն պաշտոնի դիրքն է չարաշահել եւ այլն եւ այլն։ Եվ եթե նույնիսկ ազատ արձակեն կամ եթե նույնիսկ այլ process-ներ գնան, այնուամենայնիվ դրանք լինելու են Էրդողանի հաշվարկների շրջանակներում, այսինքն Իմամ Օղլուին ոչ թե ուժեղացած է դուրս գալու, այլ թուլացած է դուրս գալու։ Հիմա արդեն հարց է ծագելու քաղաքապետի ԺՊ նշանակի համար, որտեղ նա արդեն կարծես զրկվում է քաղաքապետ լինելու իր հնարավորությունից եւ այլն։ Իսկ ձեր ասած հարցին, թե Իմամ Օղլուն նաեւ ինչի է Էրդողանի համար այդքան այսպես վտանգավոր գործիչ, Իմամ Օղլուն միայն մարդ չէ, Իմամ Օղլուն գաղափարախոսություն է եւ եթե Թուրքիայում հաղթի Իմամ Օղլուն, Թուրքիայի այս գաղափարախոսությունն է փոխվելու, այսինքն լրիվ շրջադարձ է լինելու, գնալու է։ Թերևս ամենակարևոր հարցը դա է։ Աշխարհիկության նոր տիպի, այսինքն էլի ոչ թե Էրդողանի գծած իսլամական, իսլամամետ ուղղությունն է լինելու, այլ վերադարձը լինելու քեմալականության, իհարկե ավելի նորացված, բայց այնուամենայնիվ, այսինքն սա կենաց մահու պայքար է ոչ միայն նախագահի աթոռի, ոչ միայն անձերի, այլև գաղափարախոսության եւ Թուրքիայի ապագայի ու կերպի մասին։ Նաեւ կանխատեսումներ կան, որ երկու կարծիք կա, այսինքն որ այսպիսով այս process-ներով քրդական պետության հարցը վերջնականապես փակվելու է, նման տեսակետի գրողներն էլ շատ են, իսկ այդտեղ արտաքին գործոնը կարևոր է, այստեղ Բրիտանիան ունի իր հետաքրքրությունների շրջանակը, որը ինքն է առաջ քաշել քրդական պետության հարցը, նույնիսկ համարում են հենց Բրիտանիայի պրոյեկտն է դա։ Մի մասը ասում են ընդհակառակը առաջ կմղվի, դա այդ հարցը ոչ էրդողանական պատկերացումներով կլուծվի, որքան էլ նա փորձում է Օջալանին բերել իր դաշտ, հա, կառավարել, բայց ընդհակառակը նոր զարգացում կունենա։ Տեսեք, քրդական պետություն ստեղծելու հարցը դա մի այսպես այդ պետության գաղափարը արդեն 100 տարի է շրջանառվում է այդ պետության ուրվականը, շրջում է մերձավոր արևելյան քաղաքական եւ ավելի մեծ աշխարհաքաղաքական տիրույթներում։ Սկիզբը դրա մեզ համար շատ հայտնի մի պայմանագիր է, Սևրի պայմանագիրը, որտեղ առաջին եւ միակ անգամ ֆիքսվում է, որ պետք է լինի Քրդստան պետություն։ Դրանից հետո փաստորեն 100 եւ ավել տարիների ընթացքում այս գաղափարը այդպես էլ կյանքի չի կոչվել եւ նույնիսկ մոտ էլ չի եղել կյանքի կոչվել։
Հիմա այսօրվա իրավիճակում դուք շատ ճիշտ նկատում եք, որ կա աշխարհաքաղաքական այստեղ ետնաբեմ ամերիկյան, բրիտանական շահեր, բայց եթե փորձենք դիտարկել օրինակ Սիրիայում եւ Թուրքիայում, որտեղ մեծ թվով քրդական բնակչություն կա, այս process-ները մենք ինչ ենք տեսնում։ Սիրիայում ընդամենը մեկ շաբաթ առաջ քրդական, այսպես շարժման ղեկավարը համաձայնության եկավ Սիրիայի նախագահի հետ պաշտոնը ժամանակավոր զբաղեցնող Ջուլիանիի հետ, այսինքն այն ահաբեկչական շարժման լիդերը, որը ոչ պարլամենտի կողմից, ոչ ժողովրդի կողմից չի ընտրվել, բայց հռչակվել է Սիրիայի նախագահ եւ աշխարհն էլ ողջունում է դեմոկրատական աշխարհը, եկավ համաձայնության, ստորագրեցին եւ տարբեր այսպես խնդիրներ լուծել, այսինքն քրդերը դադարեցնում են զինված պայքարը Սիրիայում, գալիս են ինչ-որ ընդհանուր կոնսենսուսի, իրավունքներ են ստանում եւ այլն, այսինքն քրդական այսպես շարժիչներից մեկը այդ ընդհանուր գործընթացի հիմա փաստորեն նաեւ Հական Ֆիդանի այսպես գծագրի շրջանակներում գալիս է համաձայնության Սիրիայի ղեկավարի հետ։ Հիմա Թուրքիայում քրդական շարժումը ինչ է լինում, արդեն իսկ Թուրքիայում վաղուց ստեղծվել են երկու թևեր քրդերի, իշխանամետ քրդեր եւ ընդդիմադիր։ Նույնիսկ Էրդողանի կուսակցության ֆրակցիայի, խորհրդարանական ֆրակցիայի պատգամավորների 30%-ը քրդեր են։ Այսինքն Էրդողանը վաղուց արդեն քրդական հարցի մեջ այդ բաժանիր, որ իր սկզբունքը մտցրել է։ Եվ ընդդիմադիր թևը, ծայրահեղական թևը, այդ քրդական աշխատավորական կուսակցություն PKK-ն, փաստորեն օրեր առաջ հայտարարեց ինքնալուծարման մասին, որ վայր ենք դնում զենքերը, Օջալանը, որ իրենց լիդերն էր 1978 թվականից, ասում ենք լեգենդար լիդեր, ինքը հանդես եկավ, որ վայր ենք դնում զենքերը, Թուրքիա պետության հետ գնում ենք համաձայնության, սա նաև մեր պետությունն է, համատեղ պետք է կերտենք եւ այլն եւ այլն։ Բայց սա Օջալանի առաջին համագործակցությունը չէ Էրդողանի հետ։ Տարիներ առաջ էլ էր նույն ձևով, այսպես նույնը չէր, սա մասշտաբով ավելի ուրիշ է, որտեղ զարգացումները այլ են Սիրիայում, Սիրիայի դեպքերով նաև պայմանավորված, բայց էլի է եղել, որ Էրդողան ու Օջալան ինչ որ գործարքի են գնացել։ Եվ էլի Հական Ֆիդանը հենց այդտեղ է որ բանակցել է։ Եվ տեսեք քրդական շարժման մեկ ավելի երիտասարդ լիդեր, որը էլի բանտարկված է, Սելատին Դեմիրթաշը, որ 16 թվականից բանտարկված է, նա էլ կոչ արեց վայր դնել զենքերը ու իդեպ երկու օր առաջ էլ նրան տեսել են դրսում ինչ-որ կնոջը հիվանդանոց ուղեկցելիս եւ այլն, իսկն բանտարկված է երկար տարիներ, բայց դուրս է եկել այսպես ինչ-որ իր գործերով, ինչպես ասում են, եւ սա ցույց է տալիս, որ Թուրքիայում այդ քրդական, անջատողական նոր պետություն ստեղծելու եւ այլն, այս տրամադրությունները արդեն չունեն սնուցում, էներգետիկ սնուցում էլ չունեն, քաղաքական սնուցում էլ չունեն, եւ այս կոնտեքստում Էրդողանը նաեւ կարծես պատմության մեջ մտնում է որպես քրդական հարցը լուծող մի գործիք։ Խաղաղություն բերող։ Խաղաղություն, բայց բնիկ քրդերի ու թուրքերի միջև հարցերը կարգավորող մեկը խաղաղություն բերող է։ Այո, նույնիսկ տեսեք Էրդողանի դաշնակիցը, այդ Գորժ Գայլերի լիդերը Դևլետ Բահջելին առաջարկել է, որ քրդերը այդ զենքերը վայր դնելու գործընթացի համար օր ֆիքսեն Մանասկերտի ճակատամարտի օրը 1071 թվականին, որը թուրքերի համար սիմվոլիկ օր է, որ նրանք գրավեցին փոքր այս տարածաշրջանը, այսինքն նույնիսկ քրդերի այսպես ապառազմականացման օրը ընտրում են սիմվոլիկ օր թուրքերի համար հաղթանակի թուրքական պետականության համար կարևոր օր։ Այսինքն այս գործընթացների շրջանակներում մտածել, որ հիմա քրդական պետություն ձևավորելու ինչ որ շանսեր կարող են լինել, ես կարծում եմ ճիշտ չի, իսկ այն որ Բրիտանիան, ԱՄՆ-ն էլի շարունակելու են իրենց շահերից ելնելով երբեմն քրդերին օգտագործել, հետո թողնել միայնակ բախտի կմաճուկին, հերթական դրսևորումներից տեսեք, եթե Սիրիայում չգային համաձայնության Սիրիայի քրդերը, որոնք նաև ամերիկյան աջակցություն ունեն եւ որոնք մնացել էին միայնակ, բայց որոնց վերահսկողության տակ էին այդ նավթի հանքեր եւ այլն, եթե չգային համաձայնության, ապա լինելու էր Թուրքիայի հարձակում Սիրիայի քրդերի վրա եւ հերթական ցեղասպանություն։ Այսինքն էլի մեծ պետությունները քրդերին թողել էին միայնակ բախտի կմաճուկին, նրանք գոնե եկան ինչ որ համաձայնություն։ Իդեպս ակցիաներին նաև մասնակցում էին Գորժ Գայլերի ներկայացուցիչները, համակիչները, այնպես չէր տեսանելի էր դա եւ քրդերից էլ մասնակցություն կար։ Հետաքրքիր է նաև, որ բանակի հրամանատարներ են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ բանակից հայտարարություններ արել Իմամ Օղլուի համար։
Այսինքն սա էլ թերևս կարող է ինչ-որ կամ զարգանալ, կամ չգիտեմ ինչպես վերաբերել։ Տեսեք, Տիկին Սերյան։ Թե սցենարի ժանրն է պահանջում, կամ չգիտեմ։ Գորգ գայլեր, այսինքն ազգայնամոլները։ Թուրքիայում օֆիցիալ այդ կուսակցությունը Էրդողանի դաշնակիցն է։ Եվ այսօր Թուրքիայում, այսօր չի արդեն տարիներ շարունակ իշխող դաշինքը դա ծայրահեղ ազգայնականների եւ ծայրահեղ իսլամամետների դաշինքն է։ Այսինքն Թուրքիայում իշխող գաղափարախոսությունը իսլամական ազգայնամոլություն է։ Եվ այդ կուսակցությունը, այո, Էրդողանի դաշնակիցն է, բայց խնդիրը որն է, որ այո, այդ միտինգների ժամանակ մենք տեսնում ենք գորշ գայլերի նշան անող երիտասարդների ցույցերին մասնակցությունը, խնդիրը հետեւյալն է, որ Թուրքիայում ազգայնականությունը տարածված է գրեթե բոլոր կուսակցությունների մեջ, եւ քեմալական կուսակցությունը, որի ներկայացուցիչ է Իմամօղլու, նույնպես հեռու չէ ազգայնականությունից։ Նրանք էլ իրենց ոճի ազգայնականներ են, եւ եթե սա իսլամական ազգայնականություն է, նա քեմալական ազգայնականություն է, եւ կարող են ազգայնականներ լինել նաեւ ընդդիմության համակիրներ ու դուրս գան փողոց, այսինքն գորշ գայլը կարող է լինել իշխանամետ, կարող է լինել ընդդիմադիր, եւ դա շատ օրինաչափ է, որովհետեւ Թուրքիայում իսլամ ազգայնականությունը ամենատարածված երևույթներից է, բայց եւ ընդդիմադիր գորշ գայլը եւ իշխանամետ գորշ գայլը ընդգծված պետք է լինի հակահայ, հակահայաստանյան, այսինքն դա որևէ նշանակություն չունի նրանց գլխավոր պատկերացումների մեջ։ Ինչ վերաբերում բանակի նախկին ուրեմն զինվորականների, որոնք վաղուց արդեն դուրս են եւ բանակից եւ քաղաքական process-ներ, շատ տրամաբանական է, որտեղ բանակը համարվում է քեմալիզմի եւ քեմալական կուսակցության պաշտպաններից մեկը, բնական է, որ կարող են Իմամօղլուին սատարող հայտարարություններ անել, ուրիշ բան, որ այդ հայտարարությունները հենց հիմա գործող բանակում եւ բանակի սպայակազմի մեջ կարող են ունենալ զրոյական ազդեցություն կամ մի շատ փոքր ազդեցություն։ Իդեպ Մանասկերտի մասին թուրքագետ Արգամ Եղիազարյանը հետաքրքիր գրառում էր կատարել, նաեւս այն կարծիքին էր, որ այս տեմպերով մինչեւ տարեվերջ Թուրքիայի ներսում քրդական խնդիր այլևս չի լինի, եւ գրել էր գորշ գայլերի ղեկավար Դևլետ Բախչելին կոչ է արել PKK-ին հավաքվել Մանասկերտում ու հայտարարել է կառույցի լուծարման մասին։ Մեր առաջարկն այն է, որ ՀԴՌԼԵԶ-ի նախորյակին 2025 թվականի մայիսի 4-ին Մուշ նահանգի Մալազգիրդ Մանասկերտ շրջանում քրդական դեմ կուսակցության քաղաքապետի աջակցությամբ PKK-ն ժողովի հրավիրի ու հայտարարի ինքնալուծարման մասին վերջ տալով այդ գործին։ Մանասկերտի ընտրությունը պատահական չէ։ 1071 թվականին Մանասկերտի ճակատամարտը համարվում է հայկական լեռնաշխարհում եւ Փոքր Ասիայում թյուրքական տիրապետության մեկնարկի սկիզբը։ Փորձենք այս կտրվածքով հասկանալ այս ամբողջ գործընթացները հայկական աշխարհի վրա, հա, Հայաստանի վրա ինչ հետևանքներ կթողնեն, ինչ զարգացումներ կբերեն։ Թուրքիան իր հարցերը կլուծի, հիմա կլինի Իմամօղլին, թե կլինի Հական Ֆիդանը, թե Էրդողանը, ըստ էության իրենց գաղափարական հիմքը ըստ էության մեծ հաշվով ոչ փոփոխվելու է իրենց նպատակները, ոչ իրենց ծրագրերը, ոչ մի բան։ Մեզ վրա ինչ հետևանքներ կունենա, մեր վրա ինչ ազդեցություն կունենա, Հայաստանի հետ կապված իրենց ծրագրերը փոփոխության է ենթարկվելու։ Տեսեք, Հայաստանը հիմա հատկապես այս իշխանությամբ Թուրքիայի համար վաղուց այլևս մեծ խոչընդոտ չի դիտարկվում, եթե չասեմ, որ նպաստող գործոն է դիտարկվում, այդ թվում եւ ցավոք սրտի հայկական սփյուռքը այլևս մեծ խոչընդոտ չի դիտարկվում, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը այլևս մեծ խոչընդոտ չի դիտարկվում, որտեղ հենց ինքը Հայաստանը հայտարարում է, որ իր համար դա այլևս քաղաքական առաջնահերթություն չէ եւ այլն եւ այլն։ Եվ հայկական թեմատիկան Թուրքիայի քաղաքական օրակարգում ունի շատ, այսպես ոչ կարևոր դեր, ի տարբերություն տարիներ առաջ։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության։ Այո, եւ այս ոճն է քաղաքականության, ի տարբերություն տարիներ առաջվա, որ Թուրքիայի քաղաքական պրոբլեմատիկայի, այսպես օրակարգի առաջին հնգյակում միշտ Հայաստանն ու հայկական հարցը կար, քրդեր, Եվրամիություն, բանակ, չգիտեմ, եւ անպայման հայկական հարց։ Հիմա չկա, որովհետեւ Հայաստանից ինչ պահանջ են, նույնիսկ Հայաստանը իր հարկատուների հաշվին հրավիրում է թուրք լրագրողների, նրանք ստանում են իրենց համար իրենց սպասվածից ավելի մեծ սկանդալային հայտարարություններ եւ
թուրքական մամուլում դա հեղեղվում է ունենալով էլի շատ ոչ մեծ ազդեցություն, որտեղ արդեն Հայաստանի այսպես ոչ սպառնալիք, ոչ էլ զարգմանալ կարելի է։ Դե համարում են, որ Փաշինյանի ձեռամ Հայաստանը իրենց գրպանում է, այսպես ասենք։ Մոտավորապես, այսինքն մոտավորապես այդպեսի ձեռք։ Ինչ ասենք, որ չեն անի Հայաստանի իշխանությունը։ Այո, եւ այդ կոնտեքստում դիտարկել այս մեծ հարցերի մեջ Հայաստանը կամ հայկական գործոնը ինձ թվում է ճիշտ չէ։ Նկատի ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հավերժ չէ եւ ավելին նույնիսկ կանխատեսումներ կան, որ կարճ ժամանակ է իսկապես մնացել հաշվի առնելով այն զարգացումները, որոնք տեղի են ունենում նաև աշխարհաքաղաքական իմաստով։ Այդպիսի լիդերների կարծես ժամանակն էլ ավարտվում է Հայաստանի ներքին զարգացումներով չեմ միայն ասում, աշխարհաքաղաքական։ Այո, բայց քանի որ սա անոմալիա է քաղաքական։ Հա Ես այսպես այո, այդպիսի լիդերների ժամանակը վերջանում է, բայց քանի որ այդպիսի լիդերներ պարտությունից հետո չէին էլ մնում իշխանության եւ քաղաքական անոմալիայի շրջանակներում 21 թվականին Հայաստանը կրկին ունեցավ այս իշխանությունը, այնպես որ այս օրինաչափությունները եւ Հայաստանում քիչ ցերն։ Միևնույն է, Թուրքիան այսօր կա Նիկոլ Փաշինյանը, վաղը չկա, նույնիսկ Ալիևը Նիկոլ Փաշինյանով չի իր ծրագրերը կազմում։ Ինքը հասկանում է, որ գնացող է Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար ինձ հետաքրքրում է Հայաստանի արչեւ ինչ մարտահրավերներ են լինելու։ Տեսեք, ձեր ասածը այսպես եմ ուզում դիտարկել, ոչ միայն մարտահրավերներ, այլև հնարավորություններ, որովհետև քաղաքականությունը անդադ հնարավորություններ է տալիս։ Մենք հիմա տեսնում ենք որոշակի process-ներ Թուրքիայում, կերպափոխումներ եւ այլն, որոնք ոչ միայն սպառնալիք կարող են լինել, այլև կարող են լինել հնարավորություններ, ճիշտ դիրքավորվելու եւ այլն։ Եվ մենք անընդհատ պետք է մոնիտորինգ անենք թուրքական քաղաքական գործընթացները ճիշտ այսպես մարտավարություն ձևավորելու համար։ Սա խոսքը, երբ որ Հայաստանում կլինեն նորմալ իշխանություններ, խոսքը դրա մասն է, որտեղ հիմա այնինչ տեղի ունենում, սա ոչ մի կապ չունի ոչ պատմական օրինաչափության ճշմարտության, ոչ տրամաբանության, ոչ Թուրքիան հասկանալու։ Տեսեք անգամ լրագրողների, թուրք լրագրողների մեդիա տուրը Հայաստանում այս իշխանությունը տապալում է, որովհետև բերում են եւ լրիվ ուրիշ էֆեկտ են ստանում, իրենց այսպես բարդ գծած սցենարը հայկական իշխանությունների։ Նույնիսկ հեգնում են, հետո ձեռք են առնում խայտարակ, այո, այո։ Բայց նայեք, եւ հիմա քրդական հարցի հետ կապված դուք որ ասում եք, եթե քրդական հարցը Թուրքիայում այսպես հանգրվանի հասնի, Հայաստանի հետ կապված հայկական թեմատիկայի հետ կապված մի բան կարող եմ առաջինը հենց առանձնացնել, որ այդ քուրդ գործիչները, պատգամավորները նրանք էին, ովքեր խորհրդարանում երբեմն տարբերվող կարծիքներ էին հայտնում Հայաստանի մասին, հայոց ցեղասպանության մասին, հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Հիմա փաստորեն այս համաձայնության գալու գործընթացի շրջանակներում մենք կարող ենք նաև ակնկալել, որ հայկական թեմատիկայի տարբերվող անգամ ձայները Թուրքիայում կարող են վերանալ։ Մենք կարող ենք տեսնել այս ամեն ինչի արդյունքում ավելի կարծրացող թուրքական իշխանություն, որտեղ ուրեմն տարբեր այլ ձայներ ավելի քիչ ներկայացված կլինեն եւ բազմաթիվ այլ խնդիրներ, բայց ճիշտ այսպես հաշվարկելու եւ ճիշտ դիտարկելու արդյունքում մենք կարող ենք նաեւ այս ամենում տեսնել պատուհաններ կամ նույնիսկ փոքր այսպես պատուհաններ, որոնցից մենք կարող ենք ինչ որ առումով օգտվել։ Այսինքն ոչ թե միանգամից այն կանխատեսելի եւ սխալ ձևակերպում, որ հեսա Թուրքիան փլուզվի, հեսա Իմամօղլուն կգա Արարատսարը հետ կտա, հեսա քրդերը Թուրքիան կկիսեն, կեսներ մեզ կտան, այս մեր այսպես ազգային ոչ ճիշտ մտածողությունից եթե զերծ մնանք, նաև հիմա ավելացած նոր էս մտածողություն, որ ամեն ինչ թուրքերին զիջենք, եթե ոչ նրանք մեզ կոչնչացնեն, եթե այս երկու ծայրահեղություններից վեր կանգնենք, ապա կարող ենք տեսնել փոքրիկ պատուհաններ հնարավորության, որոնք ճիշտ հմուտ օգտագործելու դեպքում կարող են որոշակի այսպես դրական տենդենսներ ապահովել նաև Հայաստանի համար, իսկ սպառնալիքը միշտ կա ու կա, Թուրքիան ինքնին սպառնալիք է։ Դրական տենդենս ասելով նկատի ունեմ, որ Հայաստանը կարող է փորձել այս ամեն ինչի արդյունքում գոնե վերադառնալ մերձավոր արևելյան խաղի այսպես մեջ, որտեվ հիմա Հայաստանը խաղից դուրս է, Հայաստանը չկա մերձավոր արևելյան այս խաղադաշտում, նա նույնիսկ տրիբունաներում էլ չէ, չէ՞, այն հայտնի խոսքը, որ վերջերս ակտիվացավ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից հետո, որ
հղում անելով հիմա կանոնը կմոր չեմ հիշի ասել, որ այսպեսի ձևակերպում, եթե դու բանակցությունների սեղանի շուրջ ես, ուրեմն դու մենյուի մեջ ես։ Հիմա Հայաստանը վաղուց արդեն ոչ միայն համաշխարհային, այլև այս տարածաշրջանային բանակցությունների սեղանի շուրջ չկա, եւ որպես մենյուի որոշակի այսպես կետ, տող դրսևորվում է տարբեր երկրների բանակցությունների մեջ։ Դրական տենդենց ասելով նկատի ունեմ, որ Հայաստանը միգուցե այս ամեն ինչը օգտագործելով կկարողանա փորձ անել վերադառնալ գոնե տարածաշրջանային քաղաքականություն, որտեղ մինչ այդ եղել է բավական ակտիվ լինելով գործոն։ Հիմա մենք պետք է փորձենք այնինչ կործանել են 2018-ից սկսած բոլոր ոլորտներում, սկսենք վերականգնելով գնալ առաջ։ Դե դա երբ կստացվի, բայց սա այսպիսի բաները նաև հնարավորություն է։ Պարոն Մելքոնյան, ես իհարկե չեմ հիշում, գուցե աչքորոշ չի ընկել, բայց ինձ հետաքրքիր է նույն օրինակ Իմամօղլուի տեսակետը, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված։ Եթե ենթադրենք, ասենք, այս սցենար, որ Իմամօղլուն հաջողում է գալիս է իշխանության, հա, որտեղ Էրդողանի ու Հական Ֆիդանի տեսակետը իրենց իշխանության, մենք գիտենք իրենց ձգտումների մասին։ Իմամօղլուի դեպքում ինչ է լինելու։ Վստահաբար կարող եմ ասել, որ Թուրքիայի համար այդ կարևոր կենսական նպատակները նույնն են իշխանության ընդդիմության պարագայում։ Զանգեզուրի միջանցքի հետ կապված Իմամօղլուն ու անձամբ ես չեմ շուտ հայտարարություն անի, բայց իր կուսակցությունը եւ իր կուսակցության լիդերները արել են ճիշտ նույն հայտարարությունները, ինչ որ արել է Էրդողանը, այսինքն դա քաղաքական ծրագիր է, որը սկսել է Էրդողանից առաջել, նույնիսկ Թուրքիայի Հանրապետության ձևավորման առաջին տարիներին էլ եւ այս պրոյեկտի հիմնադիրը Զանգեզուրի միջանցքի Քեմալ Աթաթուրքն է ըստ էության, այսինքն որի կուսակցությունն է հիմա ընդդիմությունը եւ Իմամօղլուն էլ դրանց շարքերում։ Այնպես որ այսինքն մեր համար կենսական հարցերում որևէ փոփոխություն այս կամ այն գործի հաջողության դեպքում չի լինելու։ Գլոբալ հարցերում, ինչպիսին է Զանգեզուրի միջանցք, Արցախի հարց եւ այլն, տարբերություն ակնկալել իշխանության ընդդիմության միջեւ ոչ, բայց ավելի փոքր հարցերում, դրա համար եմ ասում փոքր պատուհաններ, ռետորաբանության փոփոխություն, Հայաստանից, չգիտեմ, անտրամաբանական պահանջներից հրաժարվում, որ Հայաստանը Արարատ սարը մոռանա, չգիտեմ, փոխի էսան եւ այլն, այս ոճի ավելի փոքր, այսպես քայլեր հնարավոր է անել, բայց գլոբալ հարցերում Թուրքիան մեծ պետություն է, որը ունի իր ստաբիլ մշակված, բայց տեսեք, Թրամփի ընտրությամբ մենք նաեւ ինչ ենք տեսնում, որ անձերը երբեմն կարող են էական փոփոխություններ մտցնել նաև այն հարցերը, որոնք թվում է թե կարծրացած են, այսինքն ինչպես կարելի է ենթադրել, որ Թրամփը կգա եւ կփակի USAID-ին, չգիտեմ, Ուկրաինայի հարցում էսպես կլինի։ Հիմա էլի մենք չի կարող ենք տեսնել այդ ոչի տարբեր քայլեր Թրամփի կողմից, չգիտեմ, ազատություն, ռադիոկայան, Ամերիկայի ձայնը։ Հիմա լիովին բացառել լիդերի անձնական այսպես ազդեցությունը չի կարելի եւ այդ պարագայում ասում Էրդողանը շատ ավելի կարծր գործիչ է, Իմամօղլուն շատ ավելի կարելի է այսպես տոլերանտության տարեր պարունակող եւ Պեզեշկյանի պես մոտարապես եւ այո եւ այսինքն կարելի է, չգիտեմ, Իմամօղլուի պարագայում տեսական ենք խոսում, հա, չնայած ես չեմ կարծում որ նա հաղթել է, բայց տեսական, ասենք այդ Արարատ սարի թեման փակի էլի, այդ մեր գերբի հարցը թող, մեր համանդրության հարցը թող։ Էրդողանի պարագայում չես կարող ասել։ Հայաստանում իշխանություն լինի նորմալ, որ ասի հեռու մնացեք Արարատ սարից, ինչպես ասել են ժամանակին, այդ հարցը ընդհանրապես բանել չի դառնա։ Բայց տեսեք, Էրդողանին այդ ասելը շատ ավելի դժվար է, մանավանդ եթե ասողը այս իշխանությունը դա գրեթե անհնար է, բայց այո, դուք ճիշտ եք, նախկինում ասել են եւ դժվար խաղացող Էրդողանին ասել են այս տիպի հարցերի մեջ մի էլ մտի մենք չենք էլ քննարկելու քո այդ Արարատ սարի եւ մյուս հարցերը, բայց եթե Հայաստանում լինի այո նոր ավելի պրոֆեսիոնալ իշխանություն, այսպես շփման հնարավորությունների մեջ տարբեր քո ազգային պետական ինքնասիրությունից բխող քայլեր
հարցեր առաջ տանելու հնարավորությունը բնականաբար ավելի կմեծանա։ Պարոն Մելքոնյան, մի թեմայի մասին եմ ուզում խոսենք, զրուցակիցներից մեկը կրոնագետ փիլիսոփա համալսարանի դասախոս Վարդան Խաչատրյան, երբ զրուցում էինք, նա խոսում էր Հայաստանի այս իշխանությունների կողմից, որ Ֆրանսիայի մասին միշտ խոսում են, որ հեսա Ֆրանսիան կարող է մեր ռազմական իր աջակցությամբ մեր անվտանգության երաշխավորը դառնալ եւ այլն, հետաքրքիր հիշեցում արեց թուրք-ֆրանսիական պայմանագրերի մասին, այսինքն ասեց Հայեր ջան, մի մոռացեք, թե անկախ այն հռետորաբանությունից, որ հիմա Մակրոնը կամ Ֆրանսիայի որևէ իշխանություն, որևէ պաշտոնյա կարող է արտահայտվել իրենց խոսույթներում, կոշտ նույնիսկ արտահայտվել Թուրքիայի վարած քաղաքականության ներդողանական, քաղաքականության մասին, դա ոչինչ չի նշանակում, այսինքն հիշեք Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջև պատմական պայմանագրերի ուժը։ Ես ուզում եմ դրա մասին խոսենք, որ այո, Ֆրանսիան մեզ բարեկամ երկիր է, ցեղասպանության հետ կապված իր որոշ քայլերը հաշվի առնելով, չնայած այդտեղ մի քանի կարծիք կա էլի, բայց Ֆրանսիայի եւ Թուրքիայի հարաբերությունները, որպեսզի մեր ժողովուրդը այդ պատրանքներից, որ հեսա Ֆրանսիան կգա մեր անվտանգությունը կապահովի, Ֆրանսիան երաշխավոր կդառնա եւ այլն, Ֆրանսիան հայկական հարցերը առաջ կմղի, ոնց փորձենք բացատրել էլի այդ պատրանքազերծ անենք։ Դա շատ կարևոր հարց է, եկեք այսպես փորձենք 3 տարբեր հարթությունում եւ այլ ժամանակային հարթություններում դիտարկենք հարցը, բայց առաջինը ինչ որ կարելի ասել, ես հաճախ ասում եմ մեր ուսանողներին, որ բարեկամ պետությունն է քաղաքականության մեջ սեր եւ այլն այս տիպի երևույթներ չեն լինում, որովհետեւ այո, կարող է պետությունը ունենալ շատ լավ հարաբերություններ մեկ այլ պետության հետ, բայց քաղաքական շահերը երբեմն կարող են լինել հակադիր եւ դրա համար հավերժ բարեկամներ, չգիտեմ, հարատև խաղաղություն եւ այս տիպի հասկացությունները աբսուրդային են։ Հիմա գանք առաջին պատմական հարթությունը եւ այդ ձեր ասած միֆազերծ անել։ Մենք մեր ժողովուրդը շատ լավ գիտի, որ 20-րդ դարի սկզբում տարբեր պայմանագրերում հայկական տարածքների զիջման եւ հայերի շահերի զիջելու աղաղակող դեպքեր են եղել, բայց մեր հավաքական ընկալման մեջ կա Լենին-Աթաթուրք, այսպես բանակցությունները, հիմնականում այո դրա մասին այո, այսինքն ռուս-թուրքական, որի արդյունքում ռուսները վերցրել են մեր հողերը եւ տվել են թուրքերին։ Հիմա էլ հաստատ կլինեն դիտողներ, որոնք տակգրեն, այո, ճիշտ է, ռուսները այսպես են արել, թիվ 1 թշնամին եւ այլն։ Հիմա այդ նույն ժամանակ խոսքը 1900 այդտեղ էլ նամակներ կան, որ չեն հրապարակվել, ցավոք պատմաբանները շատ հաճախ չեն խոսում, թե նաեւ Լենինը ինչ է առաջարկել հայկական կողմին։ Այո։ Եվ ինչից են հրաժարվել։ Այո, եւ եկեք ֆիքսենք, որ մինչեւ այդ ռուս-թուրքական պայմանագիրը մենք ստորագրել ենք Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով Հայաստանը մնում էր մոտավորապես 10,000 քառակուսի կիլոմետր, հետո այդ ռուս-թուրքականով դարձել է 30 կամ չարչրկված 29743, այսինքն մենք համաձայնվել ենք 10,000-ին, հետո ռուսների օգնությամբ դարձավ 30,000 ու մենք սկսեցինք քննադատել ռուսներին, թե ինչի մեր հողերը տվել են, մինչև այդ մենք արդեն տվել ենք ու ստորագրել ենք այդ մասին։ Բայց հիմա գանք այդ նույն թվականներին 1920-21 եւ այլն։ Այդ նույն ժամանակ միայն ռուս-թուրքական բանակցություններ չեն եղել ախր, եղել են թուրք-անգլիական, թուրք-ֆրանսիական բանակցություններ։ Եվ թուրք-ֆրանսիական բանակցությունների մեջ մեր բարեկամ ֆրանսիացիները արել են հետևյալ 2 կարևոր զիջումներ։ Հիմա անունը ֆրանսիացու այդ ով որ բանակցի այդպես հայտնի չի, որ ասենք Աթաթուրք Ժան-Միշել բանը պայմանագիրը միշտ ասում ենք Աթաթուրք-Լենին պայմանագիր։ Հիմա ինչ են զիջել ֆրանսիացիները։ Առաջինը Կիլիկիայում կար հայկական ներկայություն այնքան, որ միգուցե հնարավոր լիներ ստեղծել, վերստեղծել պետություն, Կիլիկիայի հանրապետություն։ Գարանտը ֆրանսիացիներն էին, հայկական զինված ուժեր կային այնտեղ, եւ ֆրանսիացիները բանակցելով Քեմալ Աթաթուրքի հետ, գիշերով փախան Կիլիկիայից, հայտնի այդ փաստը կա, ձիերի սմբակները շորերով փաթաթներ, որ գիշերը հանկարծ աղմուկից հայ ժողովուրդը, հայ բնակչությունը չզարթնի, ասենք Մերսինում, Ադանայում եւ այլն Կիլիկիայի քաղաքներում, եւ հայ այդ ինքնապաշտպանական ուժերը մնացին դեմ հանդիման քեմալական բանակի հետ։ Ու ինչ եղավ այդ հայտնի Կիլիկիայի հերոսամարտերը, Հաճենի հերոսամարտը, Զեյթունի, չգիտեմ, Մերսինի եւ այլն, որտեղ պայքարեցին
որոշ տեղեր հաջողության եկան, թողեցին ժողովուրդը անվնաս դուրս գա, արտագաղթի, որոշ տեղերում էլ պարտվեցին, մտան եւ կոտորած արեցին։ Բայց ով էր այդտեղ խաղապահը։ Ֆրանսիացիներն էին, ոնց որ հիմա Արցախում ասում են, որ ռուսներն էին խաղապահ, այն ժամանակ 21 թվականին ֆրանսիացիներն էին եւ թողեցին ուղակի փախան, ոչ թե հայտարարեցին, այլ փախան գիշերով։ Մեր բարեկամ ֆրանսիացիներ եւ երկրորդ ֆրանսիացիները ստորագրելով Անկարայի պայմանագիրը 1921 թվականի հոկտեմբեր, ոնց որ կա Մոսկվայի պայմանագիր, դա կոչվում է Անկարայի պայմանագիր, ճանաչում են Սևրի պայմանագիրը առ ոչինչ, այսինքն առաջինը ֆրանսիացիներն են ասում, որ մենք Սևրի պայմանագիրը էլ չենք ճանաչում։ Հիմա մինչև հիմա հայեր ասում են, այ ֆրանսիացիները, ամերիկացիները գծեցին Սևրի պայմանագրով մեծ Հայաստան տվեցին, չգիտեմ, ռուսները խանգարեցին կամ թուրքերը խանգարեցին։ Ֆրանսիացիներն են արել, հարգելի բարեկամներ, հարգելի հարազատներ, հարգելի հայրենակիցներ։ Չի կարելի եւ այստեղ տեսնել, որ ֆրանսիացիները մեզ սիրում են կամ չեն սիրում։ Ոչ, ուղղակի քաղաքական շահը մեզ հետ համընկել է կամ չի համընկել։ Հիմա այդ տվյալ պարագայում չի համընկել եւ ինչպես չի համընկել ռուսների պարագայում, որ զիջել են Կարսը, այնպես էլ չի համընկել ֆրանսիացիների պարագայում, որ զիջել են Կիլիկյան։ Հիմա ինչ տարբերություն Կիլիկյան ենք կորցրել, թե Կարսը։ Եթե կորցրել ենք կուրորեն հավատալով ֆրանսիացիներին, ռուսներին, հայկական հող եք կորցրել, հայկական տարածքներ։ Այո, երբ որ մեր շահերը համընկնում են, ասենք կարող ենք ինչ-որ ձեռքբերումներ ունենալ։ Եվ եթե այդ ժամանակ էլ 20-ականներին ճիշտ ավելի հմուտ դիվանագիտությունը վարվեր, ձեր ասած Լենինի առաջարկը, ռուսների առաջարկը, իդեպ Լենինի կառավարության մեջ փոխ արտգործնախարարը հայազգի Լևոն Ղարախանյանն էր, որը փորձում էր այդ ամեն ինչը անել։ Հայաստանը, գոնե սովետական Հայաստան ստեղծել։ Մի խոսքով, առաջին փուլում ֆրանսիացիները մեզ այդ ոճով, այսպես ասած, թողել են միայն։ 1900 Լենինը մեզ առաջարկել էր, մենք ենք մերժել, չէ՞։ Այդ աջակցությունը։ Որտեղ մենք ինքնիշխանության տես ձգտում էինք։ Այո, կրկնվում է էլի հիմա հետաքրքիր է։ Հա։ Դրա համար եմ ասում։ Այո։ Մյուս հարթ այդ նամակագրությունը մենք մի առիթով հրապարակել ենք, մենք նորից կգտնենք, հեղադրենք այս նյութի մեջ Լենինի։ Մյուս հարթությունը եւ ժամանակային հիմա տեսեք Մակրոնը ինչքան էլ հայանպաստ հայտարարություններ անում, ինչքան էլ ամուր է գրկում Փաշինյանին հանդիպելիս, ինչքան է սրտառուչ խոսք ասեց Ազնավուրի հուղարկավորության ժամանակ եւ այլն, առաջին այն ազդեցիկությունը չունի աշխարհի լիդերների մեջ, ինչպիսին ունեն Էրդողանը, Պուտինը, Թրամփը, եւ երկրորդ նա մի բլոկի պետություն է, նատոյական բլոկի, որը Թուրքիայի դաշնակիցն է եւ ունեն իրենց շահերը եւ ակնկալել, որ Ֆրանսիան կգա այստեղ զորք կբերի ու կպաշտպանի Հայաստանի սահմանները, դա նույնքան աբսուրդ է, ինչ որ, ասենք, չգիտեմ, Լատինական Ամերիկայում Հայաստան պետության ստեղծում, ասենք, աբսուրդային մի հասկացում։ Առավել եւս, որ այդ Անկարա-Ֆրանսիա այդ պայմանագիրը կենսունակ է մինչև հիմա։ Համենայնպես չի բան եղել, չեղյալ չի հայտարարել։ Այսինքն Ֆրանսիան այստեղ, ինչքան էլ հիմա փորձեն տակը մտնել, անիմաստ կոմենտներ գրել, չունի այդ հնարավորությունը եւ ցանկությունը այստեղ գալու եւ ինչ որ քայլելու եւ Մակրոնն էլ այն լիդերը չի։ Մենք տեսնում ենք նաեւ այս վերջին շրջանում Պուտին-Թրամփ, որ Մակրոնը այդ այսպես կոնտեքստում ինչ որ հայտարարություններ կարող անել, բայց ազդեցություն չունեն։ Եվ վերջինը երկու զուգահեռ տանեմ։ Վրաստան 2008 թվական եւ Ուկրաինա 2025 թվական։ Վրաստանը արևմտյան ազդեցությամբ օժանդակության պետություն։ Բոլորը օգնում էին, նվագում էին, երգում էին, գովում էին Վրաստան։ Երբ որ ռուսական տանկերը մոտենում էին Թբիլիսիին, մենք այդպես էլ որևէ ֆրանսիական զորք, ամերիկյան զորք չտեսանք, տեսանք խրախուսող զանգեր, տեսանք միտինգ Թիֆլիսի կենտրոնում, որտեղ եկան մի նախագահներ տարբեր երկրների եւ Սաակաշվիլի հուշերում կա, տեսանք Բուշի զանգը, որը ծիծաղելով ասում է վատ է սա, ոնց որ լավ չէ սա, Միշա, որ տանկերը մոտենում են, նայել այդ պահին գալստուկների ուտում եւ այլն։ Այսինքն դա է եղել ամենամեծ աջակցությունը եւ ինչ մենք հիմա
ուզում ենք էլի կոնկրետությունը, այսինքն վաղուց կոնկրետ շահը թողնենք, ընկնենք տենց միֆական ֆրանսիական ազդեցության, չգիտեմ, օգնության եւ այլն։ Եվ 2025 թվականի Ուկրաինա։ Մենք տեսնում ենք պատերազմը, ինչքան օգնեց Արևմուտքը, եւ Ուկրաինան հիմա ինչպիսի կործանման եզրին է, քաղաքներ չկան, մարդիկ հազարավոր զոհված եւ այլն, եւ ինչ է անում Արևմուտքը, ինչ է անում Ֆրանսիան։ Հիմա թող մեր քաղաքացիներն նայեն, տեսնեն ինչ է անում։ Հայտարարություններ։ Ոչ մի բան չի կարող անել, լավ զենք մատակարարում է, մինչև վերջին ուկրաինացին։ Շատ երկրներ, նույն ինչպես Միացյալ Նահանգներն են, զենք կտանք, բայց մենք չենք գալու ձեր կռվել։ Մեր զինվորը չի զոհվելու ձեր համար։ Գնացեք տարիքը իջացրեք զորակոչիկների, գնացեք կռվեք, մինչև վերջին ուկրաինացին։ Կարևոր երկու հանգամանք։ Ինչից էր սկսել, որ Ուկրաինային իբր ուզում էին անդամագրել ՆԱՏՕ-ին, եւ որ չէին ընդունում Ղրիմի միացում եւ հիմա այսօր քննարկումներում ովքեր որ իրական դրության տերերն են Թրամփ, Պուտին, ինչ են քննարկում եւ արդեն հայտարարում են նույն այդ ՆԱՏՕ-ի պաշտոնյաները, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հիմա անիրական է, այսինքն այս պատերազմը դրա համար էր, բայց դա անիրական է, եւ երկրորդ պետք է բանակցեն տարածքների, այսպես ճշգրտելու համար, այսինքն Ուկրաինան պետք է զիջի տարածքներ Ռուսաստանին, որը արդեն նա գրավել է եւ ռեֆերենդումներով կցել է Ռուսաստան։ Այսինքն այս ամեն ինչ ինչի համար էր, որ Ուկրաինան կիսվի ու կիսվի այս զոհերի ու այս ողբերգությունների ավերածությունների հետևանքով եւ Մակրոնը հիմա շարունակում է ինչ-որ անիմաստ հայտարարություններ անել, թվիտներ անել եւ այլն եւ այլն։ Սա է իրականությունը, սա է արևմտյան օժանդակության իրական պատկերը եւ կա այլ իրականություն, որին մենք միշտ նայում ենք ձեր ասած միֆական ինչ-որ ստերեոտիպների եւ այլնի միջոցով եւ մինչեւ այդ ստերեոտիպներից դուրս չգանք եւ իրականությունը չտեսնենք, մենք նորանոր այսպիսի իրավիճակներում ենք հայտնվել եւ ցավոք սրտի ներկայիս իշխանությունն էլ այնպիսի իշխանություն է, որ այդ հմտությունը չունի, այդ գիտակցությունը, ընկալումը չունի այս ամեն ինչ տեսնել։ Ինչքան էլ իրենք խոսում են, իրենք պրագմատիկ են եւ իրական Հայաստանին են ձգտում, իրական Հայաստանը եվրո մի քանի դիտորդներով սահմաններին չի լինելու անվտանգ եւ չի ստացվելու։ Դե ըստ էության դրան էլ է կարծես թե գալու համաձայնության, որ դուրս գան դիտորդները, արդեն էական չի կմնան թե չեն մնա, բայց այդ հարցը արդեն չգիտեմ ինչպես կորոշեն։ Մի հանգամանք էլ կա, որ միշտ երկու պետությունների միջև, եթե դրանք մեծ ագույն պետություններ չեն, ասենք Ռուսաստան, Չինաստան կամ Ռուսաստան, Ամերիկա, միշտ լինում են գարանտ տվող պետություններ, դրա համար միշտ պայմանագրեր, բանակցություններ լինում են եռակողմ, քառակողմ։ Հիմա Հայաստանը այդ ֆորմատից դուրս է գալիս եւ իրեն թվում է, որ ինքը ուղիղ Ադրբեջանի հետ պետք է բանակցի, պայմանագիր կնքի եւ ստիպի, որ Ադրբեջանը դա անի։ Հիմա մենք տեսնում ենք, չէ՞ որ այդ խաղաղություն պայմանագիր է, համաձայնագիր է, համաձայնվել են բոլոր կետերին, բայց չի ստորագրում։ Ասում եմ բանը, կարող եմ միակողմանի ստորագրել։ Այո, բայց ինչի չի ստորագրում, որտեղ այդ մեխանիզմից դու դուրս ես եկել եւ չկա մեկը, որ ասես Իդես ստիպեք թող ստորագրի, հա ողջունում են տարբեր, չեմ 70 երկիր ողջունեց, որ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է եւ ինչ եղավ, ստորագրեց, իհարկե ոչ, հետեւաբար այս իշխանությունները գնում են քաղաքական գրված օրինաչափությունների դեմ ճանապարհով, այսինքն իրենք քաղաքականապես անգրագետ են, չեն կարող, չեն հասկանում։ Գալու է մի պահ, ոչ մի երկիր չի էլ աջակցելու, որովհետև կապ ունի ում է աջակցում։ Մեկին, որը հա ձախողել է ամեն ինչ ու կորցնում է ամեն ինչ, հանձնում է ամեն ինչ, որ մի երկիրը պետք է նրան հարգի, ինչպես օրինակ հիմա տեսնում ենք ինչպես են վարվում Զելենսկու հետ օբյեկտիվորեն։ Ընդ որում, պարոն Մելքոնյան, ճիշտ նկատեցիք այդ գերաշխավորի հանգամանքը, հա, որ դուրս ցողեցին, որևէ միջնորդ կողմ չմասնակցի։ Դա այդ առաջարկը արվեց ժամանակին Ադրբեջանի կողմից, ընդ որում դրան կողմնակից էին եւ Բայդենի իշխանության ներկայացուցիչներ։ Ես հիշում եմ նրանց հայտարարությունները, որ նրանք դեմ չէին, նրանց ցանկությունը միակն էր, որպեսզի Ռուսաստանը միջնորդ չլինի, դա անելու, դրան հասնելու համար ասեցին թող Ալիևն ու
Փաշինյանը միայնակ նստեն բանակցեն։ Հա, եւ Փաշինյանը գնաց այդ ճանապարհով, այսինքն համաձայնեց։ Հիմա ասում է ես կարող եմ միակողմանի ստորագրել։ Միակողմանի պայմանագիր էլ չեն ասում, համաձայնագիր ստորագրելը որն է, այդ տենց ամեն օր կաբինետում ինչ որ մի բան երևի թուղթ ստորագրում ես։ Ինչ նշանակություն ունի։ Դա ես չգիտեմ, ընդհանրապես այդ դիվանագետները, որ հիմա իր համար աշխատում են, ընդհանրապես այդպիսի երևույթի ծանոթ են, որ միակողմանի ստորագրեն եւ ինչ անեն, դրանով փորձեն հերթական թղթե շերեփը, այդ փաստաթուղթը թղթե վերցնեն, ասեն, տեսեք, մենք ստորագրեցինք, բայց ադրբեջանցիները ջերմուկից դուրս չեն գալիս։ Ընդ որում հայտարարել է, չէ՞ որ հայկական բանակի խնդիրը չի օկուպացված Հայաստանի դե յուրե տարածքի ազատագրումը, դա մեր խնդիրների մեջ չի մտնում։ Հիմա նայեք, այս մի ձեր ասացի հետ կապված, նախ այո, ամերիկյան կողմի համար երևի նաև ձեռնտու էր, որ իր պատասխանատվությունը իր վրայից հեռու գնար, թող իրենք երկուսով բանակցեն, բայց մի դրվագ եմ ուզում հիշեցնել, տեսեք, հատկապես Թուրքիան միշտ բոլոր շրջաններում ձգտել է, որպեսզի Հայաստանի հետ ուղիղ բանակցի, որտեղ ուղիղ բանակցելու դեպքում պարտադրել է Ալեքսանդրապոլի պայմանագիր, տարբեր այլ խնդիրներ, որովհետև Հայաստանը միայնակ պարզ է, որ չէր կարողանալու դիմագրավել։ Եվ Հայաստանը, երբ որ իր շահը համադրում է մեկ այլ երկրի շահի հետ, նոր կարող է ինչ-որ բանակցություններում ինչ-որ ձևով ավելի առաջ գնալ։ Այլապես, եթե մանավանդ այս տրամադրություններով են գնում բանակցելու, ինչն են բանակցել, էլի այս խաղաղության տեքստում։ Ես ասում եմ, թելադրել են, հայ դիվանագետներն գրի են առել, ադրբեջանցիները թելադրել են, հայերն էլ գրի են առել։ Բանակցությունը այն է, որ դու ասում ես բաժակը այստեղ դնենք, այն մյուսը ասում է չէ, այստեղ դնենք, ի վերջո ինչ-որ իրավիճակ ես գալիս։ Հիմա ինչի շուրջ եք, վերջում երկու կետեր մնացել չհամաձայնեցված, որ երրորդ երկրների ուժերը չեն լինելու սահման, դրանից էլ է հրաժարվել Ադրբեջանի պահանջը, հայցերը հետ կանչել, դրանից էլ է հրաժարվել։ Այսինքն դուք չեք բանակցել, դուք ընդհանրապես համաձայնվել եք։ Եվ այս ասացի կոնտեքստում մի դրվագ հիշեցի, որ Հայաստան-Թուրքիա 2008 թվականից սկսած այդ ֆուտբոլային դիվանագիտություն, Հայաստանը ուղիղ Թուրքիայի հետ չէր կարող այն ժամանակ բանակցել, մանավանդ որ հաղթանակած դիրքերում էինք, Արցախը եւ այլն, ինչի, տեսեք տրամաբանությունը, Սերժ Սարգսյանը հայտարարությունը առաջին, որ ուզում եմ Թուրքիայի հետ սկսել, արեց Մոսկվայում, չարեց Երևանում, փաստաթուղթը արձանագրությունը ստորագրվեցին Շվեյցարիայում, ստորագրման կադրը հիշեք, Էդվարդ Նալբանդյանի ու Դավութ Օղլուի թիկունքում կանգնած էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարարը, Շվեյցարիա եւ այլն, չէին կարող Նալբանդյանն ու Դավութ Օղլուն ուղիղ բանակցել, դա խաղի կանոններ, այսինքն դու Թուրքիայի հետ բանակցելու եւ հետեւաբար ինչ որ բաներ նաեւ գարանտորներ ունենալու համար այդ ֆորմատով պետք է գնաս, պետք չի նոր հեծանիվ ոչ թե գնաս, ասենք թե հնդացած գնաս մենակը, չգիտեմ, մի քանի անգամ մտնես թուրքական տուն, Էրդողանի հետ, չգիտեմ, հա ինչ որ բաներ խոսես։ Մանավանդ Տիկին Սերյան, երբ որ մենք խոսում ենք թուրքական այսպես պաշտոնական համակարգից, մենք տեսնում ենք, չէ՞, օրինակ Հական Ֆիդանը մեր թշնամին է, բայց տեսնում ենք, չէ՞, ինչ պատրաստվածության փուլեր են անցել։ Շատ, իրենք որևէ բանի շատ լուրջ։ Պատկերացրեք, Հական Ֆիդանի դիմաց նստում է, անունները չեմ ուզում ասել, մեր պատվիրակությունը։ Ուղղակի նայեք, էլի։ Այսինքն Վրաստան-Հայաստան ֆուտբոլային խաղը բազմապատկեք մի 30-ով տեսնեք պատկեր, էլի, մոտավորապես։ Այսինքն քեզով է ասում մի բանակցիր Հական Ֆիդանի, բայց Հական Ֆիդանի հետ կամ Իբրահիմ Քալին կամ մյուսների հետ այս ռեսուրսով ես բանակցելու, այս ձևով ես հասնելու, չի լինի, ուղղակի չի լինի, որովհետև չես կարող դու, ասենք, Մեսսիի դեմ հանել բակային ֆուտբոլի ինչ որ մի հաջող ֆուտբոլիստի կամ անհաջող ֆուտբոլ, չի լինի ուղղակի, չի ստացվում։ Ալեքսանդրապոլի պայմանագրի որոշ դրվագներ, շատ-շատերս դուք էլ եք եղել առիթներ, որ զուգահեռ եք անցկացրել Հայաստանին առաջարկվող պահանջների հետ, հա, հիմա երբ որ ամբողջացրել են Ալիևը եւ Փաշինյանը, այսպես ասած, համաձայնության են եկել բոլոր կետերի շուրջ, իհարկե այստեղ հեռուստադիտողը պետք է անընդհատ եմ ասելու դրա մասին, որ Ադրբեջանը ասում է, որ Նիկոլ Փաշինյանի, Հայ
Հայաստանի ղեկավարների խնդրանքով իրենք այդ խաղաղության պայմանագիր կոչված թղթում չեն ներառել մյուս պահանջները, որի շուրջ բանավոր համաձայնության են եկել, այդ թվում սահմանադրության փոփոխության իրենց պահանջով, իրենց ձևակերպումներով Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը, ադրբեջանցի այսպես կոչված փախստականների 300,000-ից ավելի նրանց վերադառնալու պահանջները, այսինքն իրենք համարում են ադրբեջանցիները, որ իրենց կողմից մեծագույն զիջում է եղել Փաշինյանին եւ նրա քաղաքական թիմին, որ նրանք այդ թղթի մեջ չեն ներառել, որպեսզի Հայաստանի ժողովուրդը դա կարդալով չըմբոստանա Փաշինյանի դեմ եւ Փաշինյանը իշխանությունը կորցնի։ Հիմա Ալեքսանդրապոլի պայմանագրին 20 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրի հետ կապած շատ հաճախ նույնիսկ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուխարովը այլ ասում են ձեզ շատ մի բան արեք, օրինակ ձեզ Ալեքսանդրապոլի պայմանագիրը Բաթումի պայմանագիրով բանով լրիվ հերիք է, էլի այդքան ձեզ այդչափ տարածք ունենաք, ձեզ հերիք է։ Եվ դուք եք խոսել զուգահեռներ հիմա էլ եք անցկացնում, հա, նույնիսկ այն ձևաչափը, որով կնքվել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը, այն բանագնացները, որը հիմա ունեն Քլչի ու Ռուբինյանի հա դեմքերով, ամեն ինչը շատ նման է դրան։ Հիմա երբ որ արդեն համաձայնության են եկել ինչ որ թղթի շուրջ այդ 12 կետերի, զուգահեռները ուղղակի չեն առանձին նույնիսկ կետերով լրիվ Ալեքսանդրապոլի պայմանագիրը հիշեցնում։ Տեսեք, երկու բան ասեմ։ Առաջինը թուրքական, ադրբեջանական նպատակներն ու պահանջները ցավոք սրտի 100 տարվա մեջ չեն փոխվել։ Նրանք մնացել են ստատիկ, նույնը իրենք պահանջում են եւ նույն այդ Ալեքսանդրապոլի պայմանագրի տրամաբանությունը հիմա էլ կա, նույնիսկ թվերով։ Իրենք հիմա էլ են ասում, այո, որ Հայաստանը պետք է մոտավորապես 10,000 քառակուսի կիլոմետրանոց մի երկիր լինի եւ այն քարտեզները, որ անդադ ցուցադրվում է թուրքական հեռուստաընկերություններով, ադրբեջանական եւ այլն, կարծես է դրա ուրվագիծը կա։ Եվ ինչն է վատ, որ Հայաստանն էլ միշտ պայքարել է դրա դեմ, Հայաստան պետականությունը։ Հիմա մեր այդ պայքարի տրամաբանությունն է կորել, այսինքն այս իշխանությունը չի շարունակում այդ պայքարի տրամաբանությունը, թուրքական ուժերը, թուրք-ադրբեջանական քաղաքականությունը նույն նպատակներով գնում են առաջ։ Այդ դա ենք խոսում, ուզում է Իմամօղլի Նինի, ուզում է Հական Ֆիդան, ուզում է Էրդողան, նրանց ծրագրերն ու ազգային նպատակները չեն փոխվում։ Այստեղ հիմա Փաշինյանը ինքը հրաժարվել է ամբողջից, հա։ Այո։ Եվ տեսեք, իրենց նպատակը որն է, որ հաջորդ կետեր կան, որ Հայաստանը պետք է բանակ չունենա, ունենա միայն ոստիկանություն, SNN եւ այլն եւ այլն, եւ փորձում են իբրև թե ապացուցը դրանով հասնելու են խաղաղության։ Բայց ինչպես 100 տարի առաջ Ալեքսանդրապոլի պայմանագրի խաղաղություն չէր բերում, հիմա էլ չի լինելու, որովհետեւ երբ որ դու անարգվում ես թշնամու կողմից ու քո բոլոր դիմադրելու ռեսուրսները չեզոքացնում ես ինքդ կամ չեզոքացնում է թշնամին, դրանից հետո դու ինչպես ես խաղաղությունը պարտադրել, խաղաղությունը չես կարողանալու մուրալ։ Հետևաբար եւ մի տարբերություն կա Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրած ուժը հաջորդ օրը հրաժարական տվեց 1920 թվականին։ Իսկ այս ուժը շարունակում է կարճած մնալ եւ շարունակելու է կարճած մնալ այնքան մինչեւ լիովին հասցնի իր, չգիտեմ, այս կործանար քաղաքականությունը իրենց թվում է հասցնեն ինչ որ հանգրվան։ Եվ ամենաողբերգականն այն է, որ այդ թիմում բացի Հովիկ Աղազարյանից չկան մարդիկ, որ դիտարկեն, որ այս իրենց լիդերով հնարավոր չի գնալ այս ճանապարհով։ Իրենք այս ճանապարհով հաջողություն ամեն ինչ կարող են դիտարկել, բայց մի բան է անփոփոխ։ Փաշինյանը պետք է մնա անփոփոխ, դա որևէ քննարկման ենթակա չի։ Երևի Հովիկ Աղազարյանը միակն էր այդ քննարկումներին, երևի այլ կարծիք էր։ Գոնե ինքը ինչ որ ինքը ասում է։ Հայաստան, որ ասենք թե Հովիկ Աղազարյանը ինչ որ իր հարցազրույցներից մենք տեսանք։ Եվ այս համեմատությունները, զուգահեռները Ալեքսանդրապոլի պայմանագրի եւ այսօրվա, դրանք ցավոք սրտի ֆատալիստական այսպես նմանություն ունեն, լիովին նմանություն ունեն եւ մյուս վերջին դրվագը, տեսեք, անգամ այս պարագայում Ալիևը ինչ է ասում, որ Հայաստանի հանդեպ ունեմ 0 վստահություն եւ ոչ մի կերպ չեմ վստահում, պետք է ամեն ինչ լինի թղթով։ Այսինքն այդ որ դուք ասում եք Հայաստանի խնդրանքով որոշ կետեր չեն դրվել թղթի մեջ, դա չի բացառում, որ հետո կդնեն մեկ այլ թղթի մեջ։ Ավելի ասեմ, ես կարծում եմ այլ թուղթ էլ կա։ Այս թուղթը իրենք Փաշինյանին չի ասում, ստորագրելուց հետո կհրապարակեմ, այն դեպքում, երբ որ քաղաքական ուժերը ասում են հրապարակի հիմա ինչ է ստորագրում։
Բայց ես վստահ եմ գրեթե, որ կա այլ թուղթ եւս, պարոն Մելքոնյան։ Գիտեք, նայեք, եթե Ադրբեջանը ասում է չեմ հիմա ստորագրում, եւ դրան զուգահեռ առաջ է բերում Բայրամովի կողմից, չէ, արտգործնախարարը եւս երկու պահանջ։ Լուծարել Միսկի խմբի համանախագահների ֆորմատը, փոխել սահմանադրություն։ Սա թույլ չի տալիս գոնե կասկածել, ենթադրել, որ այս իրենց պահանջները իրենք բերելու են թղթի վրա, այսինքն փաստաթղթավորված են բերելու։ Հա, բա իհարկե հրաժարումը Մինսկի խմբից դա արարողակարգ է նույնիսկ որոշակի պահանջում դիվանագիտական չէ, պիտի երկու կողմերը հրաժարվեն։ Դրան գումարում ենք Ալիևի հայտարարությունը, որ Հայաստանի հետ ինչ որ անում ենք, պետք է թղթի վրա լինի, որտեղ ես իրենց չեմ վստահում։ Այս կոնտեքստում այո, կարող ենք մենք ակնկալել, որ կա նաև ակնկալել վատ իմաստով, վախով, որ կարող են լինել այլ փաստաթղթեր եւս եւ ցավն է, որ չի դադարելու թուրքական ադրբեջանական պահանջներ եւ եթե իրենք մտածում որ սա էլ անեն ու հանգիստ խղճով, հանգիստ սրտով զբաղվեն այլ հարցերով, չի ստացվելու, ուղղակի չի ստացվելու, դու չես կարող օրինաչափությանը այդքան դեմ գնալ։ Օրինակ կետերից մեկը Ալեքսանդրապոլի հարգելի հեռուստադիտող հետևյալն էր, որ Հայաստանի կառավարությունը անվավեր է ճանաչում այն բոլոր պայմանագրերը, որ կարող են կնքվել եւ առնչություն ունենալ Թուրքիայի հետ, ճիշտ այնպես, ինչպես եւ այն բոլոր պայմանագրերը, որոնք կնքվեն ի վնաս Թուրքիայի շահերի։ Օրինակ, կամ ասենք անկեղծորեն ձգտելով վերացնել Անտանտայի։ Նման չի հայցերը հետ կանչել։ Լրիվ, ես դրա համար եմ հիմա կարդում, հիմա բանակի մասով, հա, երբ որ ասում են ինչ պետք է, բանակը ոնց պիտի լինի Հայաստանի։ Կարդում եմ հարգելի հետևորդներ Ալեքսանդրապոլի պայմանագրից։ Անկեղծորեն ձգտելով վերացնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների հետագա մեքենայությունները, որոնք կարող են խախտել երկրի անդորրությունը, Հայաստանի կառավարությունը համաձայնում է բացի թեթև եւ երկրի կարգը ու անվտանգությունը պաշտպանելու համար բավարար քանակությամբ զենք ունեցող ժանդարմերիայից սահմանների պահպանության համար չունենալ այլ ռազմական ուժ, բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատից, 8 լեռնային կամ դաշտային հրանոթով եւ 20 գնդացիրով։ Զինապարտությունը Հայաստանում պարտադիր չի լինի, Հայաստանի իրավունք է վերապահվում բերդեր ամրություններ կառուցել եւ այնտեղ դնել ծանր հրանոթներ, այնպիսի քանակությամբ, որը նա հարկավոր կհամարի պայմանով, որ չդնի 15 սանտիմետրանոց տրամաչափի եւ հեռահար հրանոթներ, որոնք գործադրվում են ինչպես հայկական, այնպես էլ ուրիշ բանակներում եւ այլն եւ այլն։ Նույնն է։ Բարեկների մասին կետ չկա միան, երբ այն ժամանակ բարեկներ։ Այն ժամանակ բարեկ չէին, բայց ըստ էության ժանդարմեա եւ այլն եւ այլն։ Սրան ենք գալիս։ Սա եմ ասում։ Այո։ Շնորհակալ եմ, ցավալի հարցերի մասին խոսեցինք, հարգելի հեռուստադիտող, իմ հյուրն էր թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Հանդիպենք հաջողություն ձեզ։